Հայտնվում ես Հայաստանի հյուսիսում ու քո առաջ սենց տեսարան է բացում, խելա հեղա ուրեմն։ Արիտանեմի թիմով որոշել ենք ձեզ ներկայացնել Հայաստանի փորձառությունները։ Եկել ենք Շիրակի մարզի հյուսիս, Աշոտսկ, այստեղ կան բազմապիսի յուրահատուկ փորձառություններ և դրանցից մի քանիսը ուզում եմ ձեզ ներկայացնել։ Գնացինք։ Շիրակի ձմեռային փորձառությունների մի մասը իրականացնում է Հյուսիս արկածային ակումբը, իսկ փորձառությունները կարող եք գտնել Արիտանեմի տուփերում, իսկ դրանց իրականացման հարցում մեզ կօգնի պրոֆեսիոնալ թիմը։ Տեսեք թե այսօրվային փորձառությունները ձմեռային ինչ տեսարաններով են լինելու։ Գետի ջերմաստիճանը ինչքան է երևի +5 մոտավորապես։ Պատկերացնում եք ինչ էժական է լինելու։ Յուրաքանչյուր ստանդարտից դուրս խելայեղ փորձառություն նաև պահանջում է որոշակի ջանքեր, որպեսզի այդ փորձառությունը լինի էլ ավելի հետաքրքիր։ Մեկ ներկային կետում ենք ու ստեղից պետք է սկսենք։ Հայաստանում նման փորձառություն խելայեղ է։ 3, 2, 1 գնացինք։ Սաղաբորդինք Հայաստանի հյուսիսում ծուպրան է։ Feels good. Hold me, baby. Well, to love you like I love is should. You're fine, so kind. Got to tell this world that you're mine. That you might like you like I quit on my thumb. We'll never somebody show us fun. Come on, baby, drive me crazy. Goodness gracious, this is great balls of fire. Մյուս փորձառությունը սնոկայթինգն է, որի հիմքի վրա ստեղծվել է Հյուսիս արկածային ակումբը։ Ինչպես նաև այս կենտրոնը հանդիսանում է տարածաշրջանում առաջինը և միակը սնոկայթինգի համար։ Ինչպես առաջացավ միտքը ստեղծելու այս կենտրոնը Աշոտսկում։ 14 տարի առաջ ես և իմ շատ լավ ընկերը, ում հետ մենք համախոհներ ենք այս գործում, գնացինք առաջին կայտը մեր։ Ժամանակին մենք ստեղծեցինք հասարակական կազմակերպություն, կայտբորդինգի զարգացման կենտրոնը, որի նպատակն էր Հայաստանում կայտբորդինգ մարզաձևի ինստիտուցիոնալ զարգացումներ։ 2021-22 թվականին արդեն տեսանք անհրաժեշտություն իրան վերածել արդեն նաև բիզնես գործունեություն ծավալող կառույցի, որոշեցինք հիմնել նոր արկածային ակումբը, մեծ դաշտերում, լայն դաշտերում ազատության զգացողությունն է տաղուկների, սնոուբորդի եւ քամու համադրությամբ կայտի։ Ֆրանսիական սնոուկայթինգ շուկան բավական հետաքրքրված է, որերորդ խումբն ենք ընդունում եւ ճանապարհում լուրջ փորձառությունով վարողներ ենք ունենում, ովքեր գալիս են վայելելու այս մեր սարերի տված հնարավորությունը։ Հիմա մեծ մոտ free ride է, ուրեմն մեր թիմից Էլենը եւ Մարտինը, ովքեր որ սրանում բավականին պրոֆեսիոնալ են, գնում են իջնելու, սարից են, այն հեռվից երևում է։ Ու Հակոբն էլ գնում է, որ այդ ամբողջը ձեզ ներկայացնի։ Ինչ է փլվավ։ Կամուր դուրս փլվավ։ Փլվավ կամուրջը։
Էսի լավ եղավ, ես կուզեմ էլի գամ ավելի բարձրից ֆրիրայդի։ Պատրաստ ես։ Այո։ Մեկ օրը բավական չէ, որպեսզի վայելենք Շիրակի ձմեռային փորձառությունները։ Դրա համար գալիս ենք գիշերակացով եւ մնում եք Herbs and Honey բուտիկ հյուրանոցում։ Ինչպես առաջացավ միտքը ստեղծելու Herbs and Honey։ Սկսվել է բնապահպանության համար պայքարից։ Մենք ուղղակի օգնում ենք տեղացիներին վաճառել իրենց մեղրը, որտեղից Honey, Herbs and Honey այդ պատմությունը սկսվեց։ Գատեն։ Մեր մյուս փորձառությունը իրականացնելու համար հասել ենք Սալուտ գյուղ։ Ստեղ ձյունակոշիկներով քայլարշավ ենք ունենալու։ Ձանշերտի հաստությունը գերազանցումը 60-70 սանտիմետր է, տեղ-տեղ հասնում է մինչև 1 մետրի ու նաև սա ընտիր փորձառություն է։ Գնացինք։ Եղանակը հրաշալի է, պարզ, ոչ շատ քամոտ, արևային ու եկել ենք Արիտանի մի թիմով այս փորձառությունը տեսինք անելու, որից դուրս շատ է եկել։ Ես այս նոր իմացա, որ Անգելինան մասնակցել է Պեկինի օլիմպիական խաղերին, ինչպես ստացվեց, որ Աշոտսկից հասար Պեկին։ Աշոտսկի պայմանները լրիվ թույլ են տալիս, որպեսզի զբաղվեի թահոկավազքով, մանկուց զբաղվեցի թահոկավազքով եւ 2022 թվականին մասնակցեցի ձմեռային օլիմպիական խաղերին, որը ինձ շատ մոտիվացրեց։ Այսքան։ Սա երևի թե մոտավորապես 1 մետր բարձրություն է։ Այս տարի բավականին շատ ձյուն է եկել Հայաստանի լեռներում։ Դրա համար տեսարանները մեկը մյուսից գեղեցիկ են։